C'est un leader qui transforme le monde des affaires en Arménie, fondateur de la Manasyan Business School. Այս երեկո մենք պատիվ ունենք ներկայացնելու առաջնորդներով վերափոխում է բիզնեսի աշխարհը Հայաստանում։ Մանասյան բիզնես դպրոցի հիմնադիրը նա պարզապես չի դասավանդում բիզնեսն, այլ դարձնում է այն իսկական արվեստ, ձևավորելով վաղվա առաջնորդների նորարարական բոլոր տեսակները։ AFA Paris 2025, cérémonie internationale de remise. Մանասյան գրուպ բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր Հայկ Մանասյանը հեղինակավոր BAFA 2025-ի մրցանակակիր է։ Սա կարևոր բիզնես միջոցառում է, որը համախմբում է հայ ու ֆրանսիացի հեղինակավոր գործարարներին։ Նոմինանտները Ֆրանսիայի պատմական ինտերկոնտինենտալ սրահում էին ստանալու սպասված մրցանակները։ Հայկ Մանասյանը տեխնիկական պատճառներով միջոցառման վայրում չէր և իր ողջույնի ու շնորհակալանքի խոսքը հղեց տեսաուղերձով։ I have always believed that Armenia is not a small country. Armenia is a great opportunity. Our people have always demonstrated a lasting mark in the global business landscape. Հայաստանը ոչ թե փոքր երկիր է, այլ հնարավորությունների, և մենք հայերս մեծ դեր ունենք համաշխարհային բիզնեսում։ Մրցանակը նաև մեծ պատասխանատվություն ու նոր մոտիվացիա է, շարունակելու աշխատանքը, զարգացնելու բիզնես մտածողությունը Հայաստանում, գրանցելու նոր հաղթանակներ։ Ելույթում նշեց Հայկ Մանասյանը։ Paris, I feel your spirit. I will return. Պատվավոր մրցանակը հանձնել են որպես հայկական բիզնես մտքի առաջատարի, տնտեսության վրա նշանակալի ազդեցության համար։ Հայկ Մանասյանը ոչ թե պարզապես գործարար է, այլ Հայաստանում առաջին վաճառքի դպրոցի հիմնադիրը, որը ոչ միայն զարգացնում է բիզնես համայնքը, այլև վերափոխում բիզնեսի էությունը, արժեհամակարգ ձևավորում։ Այս մրցանակը հերթական հավաստումն է այն բանի, որ Հայկ Մանասյանի դիրքն ու ազդեցությունը մեծ է ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, միջազգային մակարդակում։ Շքեղ անակնկալներով ու վառ տպավորություններով լի երեկոն այսպիսով ավարտվեց, իսկ մրցանակն արդեն Երևանի ճանապարհին է։